и славить того, кто умер за нас и воскрес. Եվ փառավորելու նրան, ով որ զոհվել է մեր համար, մահացել է եւ հավիճին արել։ Вот смотря сегодня на это собрание, Երբ ես նայում եմ այս հավաքույթին այսօրվա, братья говорят, это молодежное служение, եղբայրներն ասում են, որ դա երիտասարդական պաշտամունք է, и я вспоминаю вот одно молодежное молитвенное у нас времени. եւ հիշում եմ, որ մեր մոտ քաղաքում աղոթքի երիտասարդական պաշտամունք կար Բրեմենում, И там были вот молодежь собрана, и братья, եւ այնտեղ հավաքվել էին երիտասարդները եղբայրությունը, и мы молились Господу. եւ մենք գովում էինք Աստծուն։ И Бог поднимает одного из пророков Եվ Աստված բարձրացնում է մարգարեներից մեկին и ведет к одному статусу. եւ մոտեցնում է մի ծերունու։ Ему, может быть, так 78 лет было. Իրան մոտավորապես 78 տարեկան էր И Бог говорит к нему так: եւ Աստված իրան այսպես ասում. ты говоришь, что ты стар, Դու ասում ես, որ ես ծեր եմ, а в моих глазах ты еще молод. բայց իմ աչքերին դու դեռ երիտասարդ И ես։ я хочу тебя еще многому учить. Եվ ես ուզում եմ քեզ շատ բան սովորացնել։ Поэтому я смотрю и думаю, мы все сегодня молодые. Այդ պատճառով ես մտածում եմ, որ մենք այստեղ բոլորս երիտասարդ ենք։ И у Бога есть для нас слово. Եվ Աստված մեզ համար խոսք ունի։ Слава Богу за это. Փառք Աստծուն դրա համար։ Я читаю одно место Священного Писания. Ես ուզում եմ Սուրբ Գրքից մի տեղ կարդալ։ Евангелие от Матфея, 11 глава, Մատթեոս 11-րդ գլուխ 28, 29, 30. 28-29-30 համարներ։ Придите ко мне все труждающиеся и обремененные, и я успокою вас. Возьмите иго мое на себя и научитесь от меня, ибо я кроток и смирен сердцем. И найдете покой душам вашим, ибо иго мое благо и бремя мое легко. Եկեք ինձի բոլոր հոգնած ու վերնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է եւ իմ բերս թեթև։ Братья и сестры, у нас есть кому идти. Եղբայրներ քույրեր, մենք ունենք ում գնալու։ Когда в жизни есть трудности и переживания, Երբ մեր կյանքում կան դժվարություններ ու ապրումներ, мы не оставлены как бы без помощи. մենք թողնված չենք անօգնականների պես։ Христос сказал: я не оставлю вас сиротами. Հիսուսն ասեց, ես ձեզ որբ չեմ թողնի։ Я пошлю вам другого утешителя. Ես կուղարկեմ ձեզ ուրիշ մխիթարիչ, И он будет всегда с вами. եւ նա միշտ ձեզ հետ կլինի։ И Христос приглашает нас: Եվ Հիսուս հրավիրում է մեզ, приходите ко мне. եկեք ինձի։ Мы находим в Библии очень много ситуаций, когда люди приходили ко Христу. Մենք Աստվածաշնչում շատ իրավիճակներ ենք հայտնաբերում, երբ որ մարդիկ գալիս էին Вот Քրիստոսին։ 9 глава Матфея. Մատթեոս 9-րդ գլխում Вот сначала мы находим такую ситуацию. այսպիսի իրավիճակ ենք սկզբից գտնում։ Христос закончил Нагорную проповедь, Հիսուս վերջացրեց լեռան քարոզը, спускается с этой горы, իջնում է սարից и к нему прибегает человек. եւ իրան մոտ ավազում մի մարդ, У него болезнь, ինքը հիվանդություն у ունի, него проказа. ինքը բորոտ է։ И знаете, ему нужен Христос. Եվ գիտեք իրան Քրիստոսն է պետք։ И он приходит к нему и говорит: если можешь, исцели меня, сделай что-нибудь. Եվ ինքը վազելով գալիս է ասում է, եթե կարող ես բժշկիր ինձ, կամ մի բան արա ինձ համար։ И Христос исцеляет этого человека. Եվ Հիսուս բժշկում է այդ մարդը։ Слава Богу. Փառք իրան։ Мы молились у нас в церкви. Մենք աղոթում ենք մեր եկեղեցում։ Пришла одна сестра. Եկավ մի քույրիկ, Мы молились за ее здоровье. մենք աղոթում ենք նրա առողջության համար, Вот возложили на нее руки, եւ նրա վրա ձեռք դրեցինք, помазали елеем յուղով օծեցինք и молились Богу. եւ աղոթում ենք Աստծուն։ И такая сила Господня спустилась. Եվ Աստվածային մի զորություն իջավ, И после молитвы встает сестра. եւ աղոթքից հետո քույրիկը կանգնեց
и говорит, я видела Иисуса. Եվ ասում է ես տեսա Հիսուսին։ Он подошел ко мне Ինքը մոտեցավ ինձ и спросил, что ты хочешь от меня? եւ հարցրեց ինչ ես ուզում դու ինձանից։ Она говорит, я хочу быть здоровой. Եվ ասում է ես ասեցի ես ուզում եմ առողջ լինեմ։ И Христос говорит ей, иди и расскажи, что сделал тебе Господь. Եվ Հիսուս նրան ասում է գնա ու պատմի թե Աստված ինչ արեց։ Смотрите, Христос зовет нас, придите ко мне. Նայեցեք, Հիսուս կանչում է մեզ, ասում է եկեք ինձ։ Дорогие братья и сестры, помоги нам Бог Թանկագին քույրեր եղբայրներ, в нашей Աստված օգնի մեզ, жизни не бежать от Господа. որ մեր կյանքում չփախչենք Աստծուց։ Вот мы читаем Евангелие от Иоанна, 8 глава. Տեսեք, մենք կարդում ենք Հովհաննես 8-րդ գլխում։ Там нашли женщину, взятую в прелюбодеяние. Այնտեղ մի կին էին բռնել, որ հայտնապես И շնություն привели էր ее արել։ ко Христу. Եվ նրան բերեցին Հիսուսի մոտ։ Ну и по закону должно побить. Եվ օրենքով պետք է որ քարկոծեին, И вот приводят ее ко Христу, говорят, что скажешь ты? եւ նրան բերում են Հիսուսի մոտ, ասում են դու ինչ կասես։ А Христос молчит. Բայց Հիսուս լռում էր։ Они опять приступают к Нему. Նրանք նորից են հաշ տալիս նրան, А Он молчит. բայց ինքը լռում էր։ И в какое-то время Он говорит им, кто из вас без греха, пусть первый бросит камень. Եվ մի պահի Հիսուսն ասում է ձեզանից անմեղ եղողը թող առաջի քարը գցի։ И там дальше написано так вот интересно так. Եվ այնտեղ հետաքրքիր բան է գրված։ Написано, начиная от старших, Գրված է որ սկսած ծերերից до младших все ушли. միջև երիտասարդները բոլորը գնացին։ Потому что их судила совесть. Նրանք հեռացան, որովհետև իրենց խիղճը նրանց դատում էր։ Мне бы хотелось сказать этим людям, остановитесь, Ես օրինակ ուզեի ասել այդ մարդկանց կանգնեք, повернитесь назад. հետ դարձեք։ С вами говорит тот, кто может совесть очистить. Ձեր հետ խոսում է այն, ով որ կարող է ձեր Кто խշտանքը մաքրի, может освободить эту нечистую совесть. ով կարող է ազատագրի այդ անմաքուր խիղճը։ Но человек уходит от Христа. Բայց մարդիկ հեռանում են Հիսուսից։ Какая страшная картина, правда? Շատ սարսափելի նկար Эту է։ женщину, которая должна была бы умереть, Եվ այդ կինը, որը պարտավոր էր մեռնելու, она приобретает прощение. ինքը թողություն է գտնում։ А те люди, которые, казалось бы, должны быть праведниками, Բայց այդ մարդիկ, որ ասենք երևում էր, որ պիտի արդարներ լինեին, они уходят от источника жизни. նրանք հեռանում են կյանքի ակունքից։ Братья и сестры, помоги нам Бог, Եղբայրներ, քույրեր, Աստված մեզ օգնի, нам разуметь голос Божий. որպեսզի մենք հասկանանք И Աստծո когда ձայնը։ совесть твоя тебя судит, Եվ երբ քո խիղճը քեզ կդատի, и когда сила Слова Божьего касается глубины твоей души, եւ երբ Աստծո խոսքի զորությունը կհպվի քո հոգու խորքին, не ищи дверь этой комнаты, этого зала. Не ищи дверь этого зала. մի փնտրի այս զալից դուրս գալու դուռը, Но приходи к ногам Иисуса. բայց արի Հիսուսի ոտքերի мոտ Преклоняй свои колени низко, եւ քո ծնկները ծալիր ցածր, чтобы кровь Христова որպեսզի Հիսուսի արյունը омыла сердце твое. լվա քո И ты սիրտը нашел то, что здесь написано. եւ որ դու գտնես այն ինչ որ ստե դրված է, Найдешь покой душе своей. դու գտնես քո հոգուն հանգստություն Этот покой только во Христе. եւ այդ հանգիստը մենակ Հիսուսի մեջ է։ Никакая философия этого мира, Ոչ մի այս աշխարհի փիլիսոփայություն, никакие добрые слова ոչ մի բարի խոսքեր не освободят совесть человека. չեն կարող ազատագրել մարդու Только խշտանքը։ пролитая кровь на Голгофе. Մենակ Գողգոթայում թափված արյունն է, Она имеет эту силу մենակ այդ արյունը ունի այդ омыть զորությունը, нас от всякого греха, слава Богу. որպեսզի մաքրի մեզի բոլոր մեղքերից Я փախչի։ помню в моей жизни, Ես հիշում եմ իմ կյանքում, когда я пришел к Христу. երբ ես եկա Քրիստոսին, Вот так бываем, мы не всегда бываем искренны в нашей жизни, как христиане. լինում է շատ անգամ, որ ոչ միշտ ենք մենք Мы иногда անկեղծ մեր կյանքում որպես քրիստոնյա։ мы что-то с собой берем. Շատ հաճախ
մենք ինչ որ բան մեր հետ բերում ենք։ И вот так вот я пришел ко Христу. Եվ այդպես ես եկա Հիսուսին։ Но любовь, смотреть какие-то фильмы, она осталась во мне. Բայց այն սերը, որ որոշ ֆիլմեր նայեմ, դա մնացել էր իմ մեջ։ И иногда, приходя на служение, слушая Слово Божье, Եվ հաճախակի երբ որ գալիս էի ծառայության, Աստծո խոսքը լսելով, я ждал, когда же закончится, чтобы пойти посмотреть, может, какой-то интересный фильм. ես սպասում էի, թե երբ պիտի վերջանա, որ ես այդամ այդ կինոն նայեմ։ И так, может быть, в глазах всего народа Божьего Եվ այդպես միգուցե ամբողջ Աստծո ժողովրդի աչքերին выглядел как хороший христианин. ես երևում եմ որպես լավ քրիստոնյա, Пришел на собрание, пел псалмы, молился, ушел, все вроде как должно. ես ասում եմ գալիս էի հավաքույթ, հավաքի անեմ, երգում էի ու տուն էի գնում։ И вот однажды у нас была молодежная конференция. Եվ մի անգամ մեր մոտ երիտասարդական համաժողով էր, Там было очень много молодежи. այնտեղ շատ երիտասարդություն կար, И была такая сильная молитва. եւ այդպես ուժեղ աղոթք էր, И Бог Духом Святым выводит одного из молодых братьев. եւ Աստված Սուրբ Հոգիով դուրս է բերում Идет մեր երիտասարդ եղբայրներից, такое пророческое слово. եւ այդպիսի մարգարեական խոսք ա գնում։ Почему я вижу среди вас идолопоклонников? Ինչու եմ ես ձեր մեջ տեսնում կռապաշտների։ Я не знаю, как другие воспринимали это слово. Ես չգիտեմ ուրիշները ոնց ընդունեցին այդ Но я խոսքը, знаю точно, բայց ես գիտեմ հաստատ, это Бог говорил к моему сердцу. դա Աստված խոսում էր իմ սրտին։ Я понял, это я, Եվ ես հասկացա, որ դա ես եմ, и мне надо каяться. եւ ինձ պետք է որ զղջամ։ И там на месте я упал пред Богом. Եվ ես հենց տեղում ընկա Я Աստծո просил у առաջ, Него силы, ես նրանից զորություն խնդրեցի, просил прощения, խնդրում էի թողություն, каялся пред Богом. զղջում էի Աստծո առաջ, И Бог сделал то, что Он мне сказал. եւ Աստված արեց այն, ինչ որ ասեց ինձ։ Он дал покой моей душе. Եվ Աստված տվեց իմ հոգուն И Он հանգստություն։ освободил меня от этого желания. Եվ ազատագրեց ինձ այդ ցանկությունից, И до сегодняшнего дня мне не тянет совершенно ни в какой момент что-то посмотреть. եւ մինչեւ այսօր ոչ մի бан ինձ չի ձգել, որ ինչ որ Слава բան Богу նայեմ։ нашему. Փառք մեր Աստծուն։ Христос говорит, придите ко мне. Հիսուսն ասում է եկեք ինձի, Там победа будет для души твоей. այնտեղ հաղթություն կլինի քո Может быть, в համար։ твоей жизни есть тоже борьба. Միգուցե քո կյանքում կա նույնպես И պայքար, нам порой кажется, нету силы освободиться. եւ շատ ժամանակ թվում է թե ուժ չունես ազատագրվելու։ Христос дает нам очень верный совет. Քրիստոսը մեզ շատ հավատարիմ խորհուրդ է տալիս։ В этом совете нету обмана, Այդ խորհրդի մեջ խաբերություն չկա։ нету никакого лукавства. Ոչ մի կեղծավորություն չկա։ Там истина и правда. Այնտեղ ճշմարիտ Когда мы ճշմարտությունն է։ придем ко Христу, Երբ որ գալիս ենք Հիսուսին, Он даст нам полное прощение. ինքը մեզ լիարժեք Даст թողություն нам կտա։ полный мир. Դա մեզ լիարժեք խաղաղություն։ И тогда ты действительно с радостью, с упованием можешь сказать, Եվ այդ ժամանակ դու ուրախությունով վստահորեն կարաս ասես, есть Бог живой, կա կենթանի Աստված, и на Него уповаю. եւ ես նրան եմ ապավինում։ Слава Богу нашему. Փառք մեր Աստծուն։ Братья и сестры, вспоминаю еще момент. Եղբայրներ քույրեր հիշում եմ ելի մի պահ, Вот был молодой человек. կար մի երիտասարդ, Он был крепкий, ինքը շատ ամրագազմ էր, занимался спортом. զբաղվում էր սպորտով, И он вырос в верующей семье. եւ նա մեծացել էր հավատացյալ Есть, ընտանիքում։ наверное, много детей верующих родителей, да? Այստեղ երևի շատ երեխեք կան հավատացյալ Он ծնողների։ слышал о Господе, Ինքը լսել էր Աստծո он մասին, посещал служение, ինքը հաճախում էր պաշտամունքներին, но вот полюбил этот мир. բայց ահա սիրում էր այդ աշխարհը։ И он стал употреблять алкоголь. Եվ ինքը սկսեց օգտագործել խմիչք։ Ему братья говорили, Նրան եղբայրներն ասում էին, родители говорили, ծնողներն էին ասում, друзья стали говорить, зачем ты пьешь? ընկերներն էին սկսել ասել, դու ինչի համար ես Ну и գնում։ вот как бывает, молодые люди, мудрые, Եվ ինչպես որ լինում է, որ երիտասարդ մարդիկ խելացի են, он отвечает им,
Եվ ինքը պատասխանում է Вы նրանց, послушайте, ասում է լսեք, написано, գրված է, все испытывайте, хорошего держитесь. ամեն բան փորձեք, բարին բռնեք։ И вот говорит, я испытал алкоголь Եվ ասում է, ես ահա փորձեցի, и нашел, что для меня он хороший. Եվ ահա գտել եմ, որ իմ համար ինքը լավ բան է։ И его я буду держаться. Եվ ես նրան պիտի պահեմ։ Вот такое изложение Писания. Եվ այդպեսի մի նկարագիր։ И он этого держался. Եվ ինքը այդ բանը պահեց իր համար։ И вот он пил, дрался на улице с людьми. Եվ ահա ինքը խմում էր մարդկանց հետ, И много врагов нажил себе. Եվ շատ թշնամիներ հավաքեց И իր однажды համար։ он зашел в этот, не знаю, пивнушка, ресторан, что такое. Եվ մի անգամ ինքը մտնում այդ խմիչքի վայրը, И там были другие молодые люди. եւ այնտեղ ուրիշ երիտասարդ Он с մարդիկ ними կային։ когда-то имел какую-то вражду. Եվ ինքը նրանց հետ երբ որ ունեցել էր ինչ-որ մի ժամանակ թշնամություն, И они позвали его, եւ նրանք կանչեցին նրան, посадили за стол, նստեցրեցին սեղանի налили շուրջ, стакан водки, լցեցին արախ, еще стакан, մի բաժակ էլ, еще стакан. մի բաժակ էլ, И он уже кое-как на ногах может стоять. եւ ինքը մի կերպ էր արդեն И ոտի вот վրա они կանգնում, затеяли драку с ним, եւ ահա նրա հետ սկսեցին կռիվ հրահրել, а он уже не может ничего, он уже пьяный. բայց ինքը արդեն ոչ մի բան չի կարում, արդեն հարբած է, Он сопротивлялся как мог, ինքը ինչպես կարողացավ փորձեց их դիմադրել, было много. բայց նրանք շատ էին, И когда они все ушли, եւ երբ նրանք բոլորը գնացին, там остался лежать этот молодой человек. Ընդեղ մնացել էր պարկած այդ երիտասարդը, У него нашли 21 ножевых ран. նրա մոտքիթան 21 դանակի վիրավորված էր, Так страшно закончилась жизнь. եւ այդպես սարսափելի նրա կյանքը А վերջացավ։ когда-то он так гордо говорил, Բայց մի ժամանակ ինքը հպարտորեն ասում էր. всего испытывайте, хорошего держите. Ամեն բան փորձեցեք, լավը բռնեցեք։ Бог свят. Աստված սուրբ է։ Дорогие молодые братья, молодые сестры, Թանկագին երիտասարդ եղբայրներ, я бы երիտասարդ очень քույրեր, хотел просить вас и прошу вас, ես շատ կուզեի խնդրեի ձեզ եւ խնդրում եմ ձեզ, послушайте этих слов. լսեցեք այդ խոսքերին։ Не ищите в этом мире какого-то счастья, Այս աշխարհի մեջ որևէ երջանկություն մի փնտրեք, какой-то радости. որևէ ուրախություն մի փնտրեք։ Его там нет. Այնտեղ չկա։ Но если мы придем ко Христу, Բայց եթե մենք գանք Քրիստոսին, смотрите, Он говорит, придите ко мне все труждающие, обремененные, и я успокою вас. նայեցեք, Քրիստոս ասում է, եկեք ինձ բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես կհանգստացնեմ ձեզ։ Он даст покой твоей душе. Ինքը քո հոգուն հանգիստ կտա։ Не тот покой, который, может, этот мир предлагает. Ոչ թե այն հանգիստը, որ այս աշխարհն առաջարկում։ Какие-то удовольствия этого мира предлагают. Ոչ թե այս աշխարհի հաճույքները, որ աշխարհն Но առաջարկում։ покой, который будет сопровождать тебя всю жизнь твою. Բայց այն հանգստությունը, որ քո ամբողջ կյանքում քեզ Мы կուղեկցի։ находим много мест Священного Писания, Մենք շատ տեղեր ենք գտնում սուրբ, когда детей Божьих гнали, երբ որ Աստծո որդիներին даже հալածել են, их убивали, նույնիսկ սպանել են, но у них был покой в сердце. բայց նրանք սրտի հանգստություն ունեն։ Они могли прощать тех, кто их гонят. Նրանք կարողանում էին ներել նրանց, ովքեր իրենց հալածում Они են։ могли молиться за тех, кто их камнями побивает. Նրանք կարողանում էին աղոթ քանել, ովքեր իրենց И это мог քարերով քարկոծում в են։ их жизни сделать только Сын Божий. Եվ դա մեր կյանքում կարող անել մենակ Աստծո որդին։ Дорогая молодежь, Սիրելի помоги երիտասարդներ, нам всем, Господь наш, փողոքնի մեզ բոլորիս մեր чтобы идти Աստվածը, верно. որպեսզի քայլենք նրա հետևից հավատարիմ։ Не отвлекаться на удовольствие этого мира. Եվ չշեղվենք այս աշխարհի Не հաճույքների смотри, что կողմը։ так, может быть, влечет тебя что-то интересное в этом мире. Եվ չնայենք այն բանին, որ կարող այս աշխարհի մեջ որ քեզի հրապուրի։ Оно так иногда кажется хорошим, Դա ուղղակի լավ է թվում մեզ, но там только грязь, բայց այնտեղ միայն կեղտ է, разврат и мерзость. բացություն ու անարակություն։ Но когда ты прибудешься Христом, Բայց երբ դու գալիս ես Քրիստոսին,
Тогда ты приобретешь чистоту и святость. Դու այդ ժամանակ բամբիություն ու սրբություն И կգտնես։ ты будешь радоваться в той благодати, которую дает нам Сын Божий. Եվ դու ուրախանաս այն շնորհքի մեջ, որ Աստծո բնությունն է։ И это есть состояние твое. Եվ դա կլինի քո վիճակը։ Это есть то, что Христос на Голгофе искупил для тебя. Դա հենց այն է, ինչ որ Հիսուս Գողգոթայում փրկագնել է մեզ համար։ Он не создал тебя для того, чтобы ты как-то осквернялся в этом мире. Ինքը չի ստեղծել քեզի, որ դու այս աշխարհի մեջ ինչ-որ ձևով փոխցրես։ Ты призван к тому, чтобы ходить свято и чисто пред Богом твоим. Դու կանչված ես այն բանին, որ քայլես Աստծո առաջ սուրբ ու մաքուր։ Писание говорит нам, будьте святы, так как Он свят. Սուրբից ասում է մեզ եղեք սուրբ, քանի որ նա սուրբ И է։ чтобы ты был свят во всех поступках твоих. Որպեսզի դու քո բոլոր վարմունքների մեջ սուրբ լինես։ Дорогой брат, дорогая сестра, Թանկագին եղբայր, թանկագին это քույր։ есть слава и сила Божья. Դա է Աստծո փառքն ու Когда զորությունը։ ты, как народ Божий, Երբ որ դու որպես Աստծո ժողովուրդ святишь имя Бога твоего, սրբացնում ես քո Աստծո անունը։ когда ты благоговеешь пред именем Его святым, Երբ որ դու նրա սուրբ անվան առաջ и для тебя խոնարհվում ես, есть радость служить Богу твоему. եւ դու ունես ուրախություն ծառայելու քո Աստծուն, Христос призывает нас к этому. Աստված մեզ կոչ անում դրան։ Придите ко мне. Եկեք ինձի, Давайте мы сейчас будем это делать. եկեք մենք հիմա այդ Мы անենք։ сейчас пойдем на молитву. Հիմա որ աղոթ կանենք, И мы понимаем, что Христос здесь. եւ մենք հասկանում ենք, որ Он так Հիսուսը այստեղ է, сказал. Он так сказал. նա է այդպես ասել։ Где двое или трое собраны во имя Мое, Երբ միտեղ երկուս կամ երեք կհավաքվեն իմ անունով, там Он будет посреди нас. ես այնտեղ կլինեմ ձեր մեջ։ Давайте мы к Нему будем обращаться Եկեք մենք դիմենք իրեն и просить, чтобы Бог помог нам եւ խնդրենք, որ Աստված օգնի մեզ в нашей жизни прославить имя Его. մեր կյանքի մեջ փառավորենք իր Чтобы անունը, люди, окружающие нас, որպեսզի մեր շրջապատող մարդիկ как когда-то в Антиохии, հա, ինչպես մի ժամանակ Անտիոքում люди, смотря на детей Божьих, մարդիկ նայում են Աստծո որդիներին, они сказали, это христиане, նրանք ասում էին, որ դրանք քրիստոնյաներ են, это последователи Иисуса, դրանք Հիսուսի հետևորդներն են, чтобы так могли сказать о нас. որպեսզի այսպես կարողան ասեն մեր մասին, Помоги нам Бог. օգնի մեզ Աստված, Будем молиться. Аминь. աղոթ անենք։